Փետրվար 3 Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին, ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ փետրվարի 3 և տարվա 5-րդ շաբաթ։ Տարվա այս 5-րդ շաբաթվա համար սովորում ենք հետևյալ աստվածաշնչյան վարդապետություն պարունակող համարը։ Առաջի Կորինթացիներին ուղղված նամակի 6-րդ գլխի 19-ից 20 համարները։ Եվ մեր սովորության համաձայն այն կրկնում ենք 3 անգամ, ինքներս մեզ օգնելու համարը մտապահելու մեջ։ Կկրկնեմ առաջինը ես, երկրորդը դուք, լռությամբ կկարդաք, ես կլռեմ դուք կկարդաք բարձրաձայն և երրորդ անգամ միասին կկարդանք։ Առաջի Կորինթացիներին 6, 19-ից 20 համարներ։ Կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, ով ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձեր Տերը չեք, որովհետև մեծ գնով եք գնվել, հետևաբար փառավորեք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Այժմ ինքներդ կարդացեք և մտածեք այս խոսքերի իմաստի վրա, և ես կլռեմ։ Եկեք միասին կարդանք երրորդ անգամ։ Առաջի Կորինթացիներին 6, 19-ից 20։ Կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, ով ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձեր Տերը չեք, որովհետև մեծ գնով եք գնվել, հետևաբար փառավորեք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Այսօրվա աստվածաշնչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տականից կարդում ենք Ելից 17:1-ից մինչև 18:27, Սաղմոս 18:28-36, Առակաց 6, 16-ից 19, իսկ նոր կտականից կարդում ենք Մատթեոս ավետարան 22 գլուխ 1-ից 22 համարներ։ Մաղթում եմ ձեզ ուրախ և օրհնյալ օր, մինչ հաջորդ հանդիպում։